Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և շարունակեմ հերթական վլոգս, այսօր ապրիլի 4-ն է և առավոտյան ժամը 9։ Գարուն է բացվել և գեղեցիկ գարուն, նայեք այսքան գալիս եմ գործի գնում չեմ նկատել այսքան տեղը ինչքան վերջապես ծաղիկներ կան ծաղկած, գեղեցիկ, սիրուն ու ողջ տարածքում մենակ սրանք են առայժմ ծաղկած, տեսեք, դեռ ծաղկած ծաղիկներ չկան, զատո գարունա գեղեցիկ է, արդեն հայացքները մաքուր, սիրուն սարքած։ Գնանք աշխատանքի, շուտով հաճախորդ հույս կգա։ Այսօրվա օրն այսպես է սկսվել, նայեք ես ծառերն էլ հեսա շուտով ես չորացած մասերը կթափեն, ինչ ասեր մեր այս ինչերա չգիտենք, չկարողացա դաժե մի բան պոկեի, տեսնեմ ես ինչը։ Բա իմ եղունգներս էլ չեմ հələ դեռ հանել, մաքրել, ժամանակ չկա եմ որ ասում եմ։ Գնացինք, թեթև ենք այսօր արդեն կիսագարնանային, ասենց, բայց մեր կողմի սալոնի կողմի ծաղիկներ չկա ծաղկած, այն կողմը երևի տաքեր ենքան տեղը ծաղկել էր, նենց եմ սիրում ես անկյունից ես տեսարան ես գունավոր շենքերը, սենց ամառած մեռացեր եկա թե ինչը, մեր սալոնի առաջի բաները փոխվել է արդեն, տեսեք, սիրուն ծառեր ա դարձել գարնանային տեսք ա տվել իլս, գարնանային ծաղիկներ են դարձել, գարուն է բացվել, եկա իմ գեղեցկոյի կաբինետս, գործի եմ շպտեկել եմ կաբինետս, նայեք, այնքան շոքա թևաբաց եմ դուրս եկել տնից, կիսաբաց, թևաբաց, չգիտեմ ոնց է ասում, կիսաթև, շոքա, շատ շոքա, բայց դե նենց դա հավեսի եղանակա էսա, մի հատ փոխվեմ արագ հաճախորդս գալու է, այդպես, բոլորի գեղեցիկ լավ օր եմ մաղթում, քանի որ Հայաստանի Զատիկնավաղը, մենք էլ այդպես ճիշտ ասած այս տարի չենք նշելու, բայց շնորհավորել կարող եմ բոլորիդ, նախորոք եմ շնորհավորում այս վլոգիս մեջ, սկսում եմ այսօր ամսի 4-ն որ նկարահանում եմ, բայց ուզում եմ որ միշտ ուրախ լինեք, լավ լինեք, բոլորի տներում Աստծո օրհնությունը լինի, այդքանը կասեմ, ժողովուրդ ջան, դեմքս թեխի է իմ հեռախոսը ինձ ալ կարմիր ցույց տալիս, ես չգիտեմ, մեն էլ հայելու մեջ եմ, ես եմ շատ սիրուն, բայց այնտեղ կարմիր չի, ու նաև այս ինչ որ տենում եք սենց էկրանի մեջ, չունեմ, հայելու մեջ ցույց չի տալիս, ես չունեմ սենց մեծ, խիա էկրան ես ծեր ցույց տալիս, ինձ չգիտեմ, շատ ա ծերացնում դեմքս, հույս ունեմ գոնե մի օր կենթանի վիճակում եկը դու մեկը ինձ կտեսնեք, չեմ ասում սենց ուրի փերի եմ շատ մի հարեմ, բայց մի քիչ ուրիշ եմ ինչ որ էս էկրանն ա ցույց տալիս, ես իսկականից պետք է արդեն iPhone առնեմ, որտեղ ներվայնանում եմ ես հեռախոսի դեֆորմացիայից, լրիվ ծուրտիկ մուրտիկ ա ցույց տալիս, լրիվ ուրիշ մարդ ա ցույց տալիս, աչքիներս էլ հանում, դե ես եմ էլի, ժողովուրդ ջան, իրոք չեք ատակը մի կողմ, բոլորիդ լավ ուրախ ու երջանիկ օրեր եմ մաղթում, առողջ լինեք, ամենակարևորը կապ չունի, ինձ սիրում եք, չեք սիրում, ես բոլորիդ շատ եմ սիրում, ասեմ, իմանաք, լավ եղեք։ Դեպի տուն եմ ճանապարհվել, եղանակը ուղղակի հոյակապ է, հաճախորդը սպասարկեցի, բայց էլի գալու եմ աշխատանքի, որովհետև էլի զապիսներ ունեմ, փիսիկս մենակ է տանը գնամ, հացավոր է, մեղ կա իմ փիսիկս, գնամ հացավորեմ, Արսենչիկս գործի է գնացել, մենակ է մնացել փիսոն տունը, ու նորից գալու եմ աշխատանքի, այնքան գեղեցիկ էր այս տեսարանը, ամպերը, երկինքը, մաքուր, պարզ, արևոտ, դու մեկ էլ անձրև ա պատրաստում, չգիտեմ ինչեր ասես, եղնում ա այս նույն օրը, ու ուզեցի ձեզ էլ ցույց տամ, կիսվեմ ձեզ հետ, տենակ ինչ սիրուն ա, տրամադրող, գեղեցիկ, հաճելի, բոլորիդ այսպես պարզ ու խաղաղ ուրախ տրամադրություն եմ մաղթում, որովհետև այսօր շատ ա տրամադրությունս հանգիստ, վաղը հասմիկս գալու է մեզ հետ զատիկ նշենք, ժողովուրդ ջան, չգիտեմ, երեխեքիս ներկայությունից ուղղակի ցնդվում եմ ուրախությունից, գիշերվա հազարն ա, ուզում եմ տուն գնամ արդեն, ավարտել եմ աշխատանքս, ավարտել ենք, եկեք տեսնենք ստեղ ինչ կա, երեկոյան գեղեցիկ տեսարանը նկարեմ ու գնանք,
Ինչպես միշտ։ Այսինքն մութ է, այս մութով տուն եմ գնալու էսա։ Աշխատանքից վերադառնալուց առաջ խանութ մտա, մի քանի հատ գնումներ գնեցի, արեցի, այն ինչ որ մենք ենք օգտագործել։ Միս եմ առել իհարկե, մենք ձուկ չենք ուտում, չենք կերել, մի քանի օր առաջ չենք կերել։ Ինչ եմ արել, կանաչեղեն ու ձոն շուտվանից առած։ Բացել եմ, որ ներկեմ, հեփեմ, այն դեպքում, որ ամուսնուս խնդրել եմ, որ զատիկի համար ձո առնի, որ ներկենք։ Ձոն արդեն ներկած է։ Այնպեսի սորտ առել, որ այստեղ ներկելու կարիք չլինի։ Դնում եմ եփվի, բայց ես սրա հնարն էլ կգտնեմ, ուրիշ ձևով կներկեմ շուտով։ Մյուս ներկածները մնում է իհարկե, ամբողջը չենք կերել, չնայած որ մի քանի օր առաջ եմ եփել, արդեն երրորդ օրն է, ինչ եփել են, համենայն դեպս սառնարանում ա եղել, չեն փչացել, ով եկավ, բա դու չգաս մի հատ ներկայանաս, հատ թռարս դեից, չի կարելի, հեռի, մի խոսքով ժողովուրդ ջան, դնում ենք ուրեմն, դեռ մի քանի հատ էլ ձու խշելու կարիք կա, շարունակեմ, ուրեմն մի 7 հատ դեռ պետք է եփեմ, ափսես դատարկ չլինի սեղանին դնելու համար, մի քանի հատ էլ ավել կեփեմ ամեն դեպքում, եկել տեսար, մի քիչ շատ ուզեցինք ուտենք, կամ մեկը ճաքեց չկարացի ձևավորել, հիմա պետք է եփված պատրաստ լինեն, որ նոր ցուցադրեմ, թե ինչպես ենք ներկելու, հա, սովորական ջուր ենք լցնում եփում, առանց աղի, առանց մաղի, առանց որևէ բանի, այսպես եփում եմ ձվերը, անում ես պետք են եփված ձվեր ընդամենը։ Եվ ահա այդ հարցն էլ է լուծված, հա, այսպիսի հետաքրքիր լուծում եւ որոշում ենք գտել։ Խնդրեմ։ Կարմիր ձուն էլ այսպես կներկենք։ Լայֆխակ, նոր լայֆխակ։ Անցյալ տարվա տեսանյութից մեր ցույց եմ տվել, թե ինչպես ենք այսպես ձևավորում, այս ձևով ձևավորում ձվերը, հա, եփված, խշված, խնդրեմ։ Քրիստոս Վասկրեսի։ Այստեղ չամիչն եմ պատրաստել, լվացել եմ արդեն սալֆետկաների վրա, այստեղ ընկույզ է, փոքրիկ սալատ կպատրաստենք եւ չամիչով փլավ կպատրաստենք, ձուկը չենք ուտելու, չեմ պատրաստելու, այդպես, ցայլ, մեր պասխալնի, ինչ որ ասում են, հիմնականում այսքանը, ավել չի լինելու։ Բրինձը եռում է, արդեն յուղն եմ պատրաստում, նայեք, մի քիչ ձիթայուղ եմ լցրել, մի պուճուրի կտորել կարակը հալվեց արդեն, բավականին շատ է։ Հիմա ավելացնում եմ լվացված չամիչները, մի քիչ բովենք ու հետո հենց այս կաթսայի մեջ էլ, այսպես յուղոտ կաթսայի մեջ էլ պետք է տեղադրեմ լավաշները։ Մի քիչ մեծերի նախընտրեցի։ Այստեղ մի քիչ մեկնաբանեմ, ուրեմն այսպես մի քիչ թույլ, այսպես մի 2 վայրկյան դաժե թողել եմ, այնքան մի քիչ հենց սկսում են չամիչները ասենց ուռել, որ տեսնում եք, որ արդեն փքվում են ու հանում եմ շատ արագ, որպեսզի ասենց չչորանան ու իզուր տեղից ասենց վառածահամ չգա էլի մի տեսակ, հետա թույլ արդեն մի թեթև այսպես ու անդադ խառնում եմ, որ չկպնեն։ Մի թեթև այսպես հենց պատրաստ է լինում, ամբողջովին ձեթնել, հետը լցնելու եմ մի հատ ուրիշ տարայի մեջ, որպեսզի կարողանամ այս կաթսան օգտագործել, այսպես ձեթոտ թողնելու եմ կաթսան, օգտագործեմ տակը լավաշ գցելու համար, հետո լավաշի վրա կավելացնեմ արդեն նորից ձեթ, այսինքն կաթսայի տակն էլ ներսն էլ պետք է լինի ձեթոտ, յուղոտ ավելի ճիշտ։ Շարունակությունը չեմ նկարահանել, որովհետև Սուրբ Ծննդյան դեռևս հունվարի 6-ի տեսանյութում շատ, ինչպես ասում են, պատրոբնի, հա, այսպես ամբողջը շատ մանրամասն նկարահանել եմ, թե ինչպես են պատրաստում բրնձով չամիչով փլավը, այդպես լավաշները կտեղադրեմ եւ տեսնում ենք չամիչի հետ եւ շարունակում ենք, պատրաստ է արդեն, բայց ես դուրս եմ եկել, էլի պետք է գնամ աշխատանքի եւ հայաթի ծաղիկները տեսա ձեզ։ Ում սրանք ծաղիկներ չեն։ Ժողովուրդ հիշում եք այն օրվանից տեսա, ոչ մի բան չի մնացել, նայեք, մի քանի հատ այս բաներից է մնացել ու վсё, սրանք էլ ուղղակի ճուտիկներ էին ձևի համար սարքած, ոչ մի բան չի մնացել, լրիվ տարել են, այս ինչ էրա,
Աստրեկները պրոստը։ Ներկերից ես մի պոչկին ունեմ։ Աջան։ Ուրեմն աշխատանքի եմ այսօր թեկուզ եւ ամսի 5-ն է, աշխատանքից դուրս եմ եկել, Հասմիկը եկել է, գնացել եմ դիմավորեմ, իրար հետ մտանք խանութ, նոր տուն ենք գնում։ Սա այն օրվա խանութն է, որտեղից որ ես այն ներկերն էի գնել, այն որ մանուշակագույն երկնագույն ներկել էր ձվերը, այդ ներկերը ցույց եմ տալիս նույնիսկ։ Այստեղ երեխուն դիմավորում եմ, միասին գնումներ ենք կատարում եւ տուն ենք գնում, բայց ամեն դեպքում իմ համար օրը դեռ աշխատանքային է։ Сейчас сосак танк, подожди, накарем մի հատ։ Не խոսքով ժողովուրդ ջան, էսա տեղափոխենք։ Давай, возьми. Какой хочешь, любой возьми. Давай. И котрецир. Котрец куна. Возьми еще один. Там их много. Ну ладно, извини, что я победила. В общем, ժողովուրդ ջան, էսա սեղան գցել եմ, բայց ժողովուրդս դրսում են գան հաց կուտենք։ Ապխտած է։ Չեն սիրում, չեն ուտում, ուղղակի ամուսինս է սիրում միայն ինքն է վերցրել։ Միսիկներ, կարտոֆիլ, ցեզեր են պատրաստել, սեփական փորձը այն որ ասում է միշտ բացուցում է, որ տնական պատրաստած է ավելի համով, մի հատ են ծնտիր համով սոուս եղ ստացվեց։ Այդպես ժողովուրդ ջան, այդ էլ իմ բաժին սոկս վերցնեմ, նստեմ, ես սունկ եմ ուտելու, իմ սունկը ուտեմ։ Այստեղ բրնձով փլավն է, այսպես ուզում եմ բացեմ, ուղղակի տեսնեք, չամիչները մեջը սիրուն ձևավորած, հույս ունեմ շատ համով է, որովհետև դեռ չեմ փորձել, ով կուտի կասի համը։ Ես անցնեմ փորձարկելու իմ շամպինյոնները այսպես պատրաստել եմ, ինչպես տեսնում եք, կանաչին բացակայում է, որովհետև ոչ մեկ կանաչի չենք սիրում։ Այդպես ժողովուրդ անմահական համ ունի, ինչ ընտիր է, ինչ կանաչի սիրում եք ավելացնեք, ուրեմն ինչ աստեղ սլիվոչնի սիր, այդ կրեմ չիզ որ սարքում ենք, այդ կարգի սիրա սլիվոչնի, կրեմ չիզ էլ պայդյոտ սլիվոչնի սիրն էլ տվարոժնին էլ, իրենց ընդամենը մծիթայողով այսպես ցայել եմ ու դրել եմ դուխովկայի մեջ, լավ մինչև սենց խորովվել է, խեղճացել է, մի քիչ էլ աղ եմ ցանել, աղի հետ իրան ջուրը դուրս է գցում ու այսպես լոդկեքի մեջ մնում է ջուրը, հետո հանել եմ, քսել եմ այս էլ բանոտ է, բազուկոտ է եղել, քսել եմ այդ պանիրը ու սենց պոպոկներ եմ տեղադրել ու մի քիչ կանաչի կարակ ավելացնեք, կամ միկտոր ավոկադո, ինչ սիրում եմ։ Не знаю. Оп. Наверное, дохписаешь куда куда. Да давай наоборот. Ездим тал. Я же говорила. Да? Сломалась? Ой, мои хорошие. Фиолетовые мои сибочки, рыбочки. Мне кажется, что... Это ж кондурин пищевой, ничего за страшного. натуральный фиолетов. Я ж говорю, кондուրին пищевой։ Ուրեմն էլի մի քիչ մեկնաբանեմ, այն մի հատ Արսենչիկի հետ ձուն ջարդեցինք, ես մի հատն էլ Հասմիկի հետ։ Էնպես ստացվեց, որ ինչպես միշտ մենք 4-ով չկարողացանք մի սեղանի շուրջ հավաքվենք, Արսենը մի անգամ հաց կերավ, ես առանձին, որովհետև իրենք սունկ չեն ուտում։ Ես իմ սունկը կերավ, որ տնից հոտ չկա, հետո Հասմիկը գնացել էր Ատամնաբուժի մոտ իրան հայրիկի հետ, մինչև եկան տուն, իրենք էլ առանձին հաց կերան։ Համենայն դեպս շատ երջանիկ եւ ուրախ եմ, որովհետև ընտանիքս միավորված էր եւ միտեղ էինք, այսպես շատ ուրախ հավեսով լավ անցավ։ Իսկ երևի թե որ ուզենայի այսպես հավեսով ինչ որ հյուրեր ընդունեի կամ հյուր գնայի, այդքան լավ անցներ չէ։ Միայն երեխաներից ներկայությունից եմ անչափ ուրախանում եւ լիաթոք ինձ լիարժեք զգում, ոսենց չգիտեմ ոնց բառեր չեմ գտնում բացատրեմ, զգում եք երեխեքի ներկայությունը ինձ շունչ է տալիս։ Կյանքում ոնց որ չհասկանաս, որ դու քո համար պետք է ապրես, միայն իրանց համար։ Շատ եմ ուրախանում, որ մոտս են լինում։ Բոլորիդ էլ ուրախ ու երջանիկ պահեր եմ մաղթում սիրելիներս, ուրախ զատիկ լինի, բոլորին մի անգամ եւս շնորհավոր լինի եւ երբեք չտխրեք։ Կուլիչներ էլ չէի պատրաստել, որովհետեւ էլի չեն ուտում, չեն սիրում, փոքրիկ 3 հատ տեսակ կադրի մեջ կար։ Գնել էինք չիստը սիմվոլիչսկի, որ սեղանին լինի։ Այդպես սիրելիներս, մենք մեր համար, մեր ընտանիքով, մեր ձևով մեր տոնը նշեցինք, անցավ գնաց։ Այսօր արդեն ամսի 6-ն է,
եւ ցույց եմ տալիս, թե ինչպես եմ նորից ցանել իմ բույսերը, որ պետք է իբր թե լիներ զատիկի օրը։ Մի օր տնից բացակայել էի, ցելոֆան էի քաշել վրան, որ բառնիկի տեսք տա ու բորբոսնել էր նախկինը։ Հիմա նորը ցանել եմ, հույս ունեմ գոնե մինչև ամսի 12-ը մի քիչ կաճի, կունենա սիրուն տեսք, որովհետև այստեղ ռուսական զատիկն է, ահա ցույց եմ տալիս, տեսեք, ռուսական զատիկը ամսի 12-ին է, թեկուզ չիստը սիմվոլически այն ժամանակ կլինի։ Այսպես կիսատ բռատ աճել է, բայց դե էլի շնորհակալ ենք։ Նոր ցանած նայեք, ներսում կանաչին աճում, ստեղինը լավ չի աճում, դե ոնց կաճի, ինչքան կաճի, այնքան կունենանք, գոնե մյուս զատիկին, ռուսների զատիկին կնկարեմ։ Թողնենք տեսնենք ինչ կստացվի։ Շուտ է չորանում, անընդհատ թրջում ես, բորբոսնում է, որ ցելոֆանը վրան քաշում, թողնում եմ դուրս եմ գալիս եմ տեմ բորբոսնելա, դրա համար ցելոֆան չեմ քաշել այս անգամ։ Բայց ներսը նայեք ինչ սիրուն է աճել, սիրուն է։ Դե ինչ որ է, չաճեց, ոչ մի բան էլ չկա դրա մեջ, սատո այստեղ սենց սիրուն ծաղիկներ ունենք աճած։ Գեղեցիկ իրենց տեսքերով մեզ հիացնում են։ Դե ես գնամ պատրաստվեմ, որ էլի գնամ աշխատանքի, իսկ դուք դիտեք իմ վլոգը, մեկնաբանեք, պատմեք, թե դուք ինչպես եք ձեր տոնը нышել եւ եղեք ուրախ ու առողջ։ Երեկոյան գործի եմ եկել մեր Yandex Market-ը цветы. Էնեն վերնարին են։ Я видео делаю. Բաում նկարի մեջ սիրուն ես։ Անդե մի հատ տաքսի կա։ Քանի հավայ թե քոննա գնա, քեզ ասպասում։ Գնացի՞ց։ Պակա։ Որ թիշում եք այստեղ կանացը։ Կանաչները չկա արդեն։ Ինչև ես ասաղ կկանաչի, բայց նայեք ինչ սիրուն սարքած, ասաղ մնացել է։ Սաղ կա ժամանակին եմ նկարել։ Ինչ սիրուն են։ Սկյուրիկներ, նապաստակներ, այստեղ սենց ծաղիկներ։ Արդեն հեսապիոնները բողբոջակալել են, նայեք ինչ սիրուն են ձորեր։ Քարերի արանքից դուրս են գալիս, սիրուն շուտով կծաղկեն։ Ինչ գեղեցկություն։ Գարուն է բացվել։ Այս սրանց փողոց երեխեքն էս շլակոս տված են։ Ծաղիկներին ու ես նույն ծաղիկներից ստեղ աճած։ Սիրուն բրոդիկա սարկած սենց։ Գնացինք շարունակությունը նկարենք ստեղի։ Այսքանով էլ ուզեմ վլոգս կավարտեմ։ Ուղղակի այսօր ամսի 6-ն է։ Նայեք, եկել եմ աշխատանքի։ Ոնց չկիսվեմ այս սիրունությամբ։ Մի ժամ ժամանակ ունեմ, մինչև հաճախորդս կգա, հեն մեկը վերջացրեցի։ Այսօր անգամ նայեք։ Էլ եք տեսել այս կադրերը, բայց դե այսօր այն կարծեմ ամառն եք տեսել, էս էլ գարնանային։ Հայ լիսիրոնց։ Տիպը ստեղից սկյուրիկա դուս եկել, ես մեկն էլ ստեղա։ Ինչ սիրուն են սարքել, չեն ալարել, մալացի տենասիսում ֆանտազիան ասենց խաղացել։ Կալոդեցի վրա բադիկ անստած ծաղիկներով։ Չէ սիրուն է։ Գնացինք։ Գնամ մեր սալոնի դեմ երկու հատ ծաղկած նրանք են նկարեմ։ Ես սիրուն են։ Բա բույն նկարեցի, բնի մեջ նստած ծիտիկներին չնկարեցի։ Բահլի սիրկույսին։ Թիթեռնիկա կանջին նստած, մայրը որդի նստել են։ Ինչքան է սիրուն։ Ինչ էլ չեն ալարել, սենց ձևավորել են։ Մոլодец, բայց ընդեղ նայեք։ Ёжика качуджат հապված, քարերա սպիտակ։ Գրիան։ Красотулечки сниму։ Ինչ սիրուն է։ Տակրքիր են ծաղիկները։ Բալա ինչքան փոքր են սրանք, կարճ սենց։ Հեռախոսի բոյին են հազիվ։ Ինչքան փոքր են ու սիրուն։ Այնքան ցուրտ է չեն հասցրել բարձրանում։ Այստեղ սենց սև է մեր մոտ դեռ։ Նույնիսկ խոտ չկա աճած։ Սալոնի դեմն է։ Ցուրտ է երևի այս կողմը ավելի սառնոտ, այն կողմը տաք է, շենքի հետևը տաք է պահում ահագին։ Всё, գնացի գործի։